Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանին։ Բարեցես պարոն Սեֆիլյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Սեֆիլյան, նախորդին հրապարակվեցին Արցախի հակամարտության վերաբերյալ բանակցային փաստաթղթերը, հրապարակվել էր նաև մի հոդված, որը խոսում էր այն մասին, որտեղ բանակցություններ ընթացել են Մեղրին Արցախով փոխանակելու շուրջ։ Այն ժամանակ դուք միացել եք Աշոտ Մանուչարյանին, ով դեմ էր Մեղրին Արցախով փոխանակելու հարցին, ինչու անջատվեցիք նրանից եւ ձեր կարծիքով ինչու Աշոտ Մանուչարյանն հիմա կռիվ չի տալիս որևէ բանի համար։ Ինչպես եմ գեշացնեք, ոնց եմ միացած եղել Աշոտ Մանուչարյանը։ Դուք հենց այդ հարցի շուրջ, եթե ես չեմ սխալվում։ Աշոտ Մանուչարյանը այդ հարցը, եթե չեմ սխալվում, առաջի բարձրացնողներից էր հավանաբար։ Մենք իրենից ենք շատ բան իմացել։ Հետո անցնող ժամանակները նաև, այսինքն կարող ենք ասել, շատ չհարգվեց Մեղրու հարցը։ Այդ օրերին ես նոր էի, այսինքն հասարակական քաղաքական գործունեությամբ զբաղվում, եթե չեմ սխալվում, հենց այդ ժամանակներն էր, ասենք այդ Մեղրու կամ QST այդ վտանգավոր բանակցություններից հետո մեր մոտ միտք ծնվեց, որ պետք է ստեղծել մի նախաձեռնություն, որը պետք է զբաղվի ոչ թե Մեղրի պաշտպանությամբ, այլ ազատագրված դարածքների պաշտպանությամբ։ Այդպիսի նախաձեռնություն ենք ստեղծել, որը կոչվում է ազատագրված դարածքների պաշտպանություն, որի մեջ ընդգրկվում են նաև հայտնի մտավորականներ, Սիլվա Գաբուտիկյան, Ռաֆայել Ղազարյան, Լենսեր, Մուրադյան Սարգիս եւ շատեր։ Բարեբախտաբար այդ դարեց մարդիկ այդ ժամանակ հոգով երիտասարդ էին եւ պատրաստ էին ինչով կարող էին օգնեին, որ կանխվեր տարածքների հանցնումը, այսպես ասած, որտեղ QST գլխավոր վտանգը դա էր։ Եվ հարցը որն էր։ Ինչու անջատվեցիք։ Ես փաստորեն պատասխանեցի հարցին, ասելով որ դենց միացում դեղի ունեցավ, որ անջատում դեղ ունենա, բարձրապես Մանուչարյանը, ինչպես ասեցի, այդ իրազեկված մարդկանցից էր այդ ժամանակ եւ իր միջոցով շատ բան ենք իմացել, նա հարաբերական էր այդ ամեն ինչը մեծամասամբ բարձրացայնում։ Հետո մենք, ինչպես ասեցի, հարմար ենք գտել ստեղծելու այդ նախաձեռնությունը, ոչ թե Մեղրու պաշտպանությունը, այլ ազատագրված տարածքներ, որը ամեն ինչ կախված էր եւ ցավոք ժամանակը ցույց տվեց, որ դա ճիշտ էր, այսինքն մենք միշտ եղել ենք այն գարձիկին, երբ ազատագրված տարածքները զիջում ես, արդեն գործնում ես ամենը։ Եվ մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Արցախում, շատեր կարծում էին հարավային հատվածը զիջենք, այս զիջենք, այն զիջենք, բայց Արցախի լղիմը նայես մնա չի կարող այդպիսի բան լինել։ Եվ ցավոք մենք ճիշտ դուրս եկանք եւ նույն վտանգավոր ժամանակը նաեւ այս օրերին շարունակվում է։ Պիտի դիմադրենք։ Երկար ժամանակ է խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, որ է պետք է ստորագրվի, բայց դա տեղի չի ունենում, իսկ Նիկոլ Փաշինյանն է շատ ողջավորված ասում է, որ խաղաղությունն արդեն հաստատվել է։ Դուք հավատում եք նրա ասած խաղաղության դարաշրջանին։ Անշուշտ չենք հավատում, ես կարծում եմ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը չի հավատում, բայց լավ է հնչում խաղաղությունը, լավ է հնչում, մանավանդ մեր տարաբաց ժողովուրդը շատ բան տեսած, շատ ցավեր տեսած ժողովուրդը հաճելի է ականջի համար այդ ամեն ինչը։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ առաջիկա ժամանակները, առաջիկա տարիները ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ աշխարհով մեկ պատերազմական ժամանակներ են։ Աշխարհը պատերազմի է պատրաստվում, բոլոր պետությունները պատերազմի են պատրաստվում։ Իսկ այս հիմարը, այս բադուհասը տեսնում ենք ինչով է զբաղված։ Մեզ խաղաղության պայմանագիր պետք չի, մեզ զինադադար պետք է, բայց խաղաղության պայմանագիր պետք չի։ Բայց անշուշտ այդ զինադադարն էլ պիտի օգտագործենք լիարժեք ճիշտ ձևով, այլ ոչ թե նախորդ 30 տարիների ձևով, որ միայն գործրինք։ Հակառակորդ թշնամին պատրաստվեց, նախապատրաստվեց եւ վերջում իր գործը արեց։
իսկ մենք ոչինչ բան չարեցինք 30 տարվա ընթացքում։ Հագարակը թույլ չդվեցին տարբեր կենտրոններից, որ Հայաստանում պետություն կայանա եւ իրենց գործակալների, իրենց ենթականների միջոցով։ Այսօր այդ նույն այսպես ասած դավաճանները հելել են իրար հետ ինչ որ բանավեճերի մեջ են, փորձում են արտարանալ ասելով որ չէ մենք ենք ճիշտը, մյուս ասում է չէ մենք ենք ճիշտը, կամ նույն այսօրերին խոսում է հաջող եմ լսում ես 2-3 օրերի ընթացքում իբրև 19 թվականի Միսկի խմբի առաջարկությանը, եթե Երևանը օրին համաձայնած լիներ, պատերազմ չէր լինի։ Շատ անհեթեթ միտք, այսինքն եթե վերադառնանք նախորդող տասնամյակներին, որի ընթացքում մի քանի առաջարկություններ են եղել եւ կողմերը չեն ընդունել այդ առաջարկությունները, պատերազմ է եղել, չի եղել։ Պատերազմները լինում են այլ տրամաբանությամբ, այլ պատճառներով, այլ որոշում առնող կենտրոններում որոշվելով պատերազմները վերջիվերջո նաև դեղի են ունենում, երբ որ դվյալ հագամարտող կողմերի բալանսը խախտվում է, ընդգծված ձևով խախտվում է, ամեն իմաստով, ոչ միայն ռազմական։ Այո, խնդրեմ 30 տարի մենք ամեն ինչ արեցինք, որ թշնամին ամեն ինչով քերագայի մեզ բոլոր ոլորտներում եւ բարձ է որ ամեն ինչից հետո պատերազմ էր լինելու։ Պարոն Սեֆիլյան, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրվեց Վաշինգտոնյան հռչակագիրը, որով Ադրբեջանին ճանապարհ է տրվելու, որը կոչվելու է Թրամփի ուղի։ Ինչպես եք վերաբերում թրիփին, դա միջանցք է թե սահմանների ապաշրջափակում։ Կարծում եմ ոչ նա, քաղաքական իմաստով։ Եթե մենք հիշենք այս տարվա սկիզբ փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին, մանավանդ առաջին 3 ամիսները եթե հիշենք, կնկատենք, որ թշնամի կողմը այդ միջանցքի հարցը նորից բարձրացրել էր եւ արդեն ռազմաշունչ, այսպես ասած, հրետորաբանությամբ կարծես նախապատրաստվում էին այդ խնդիրը լուծել ռազմական ուժով եւ առաջնահերթորեն կարծում եմ Միացյալ Նահանգների միջամտությունը թրիփով կանխելն էր թուրքական կողմի ռազմական ագրեսիան։ Թուրքական կողմ ասելով եւ ադրբեջանական եւ թուրքական, որովհետեւ երկուսի ցանկությունն է։ Եվ երբ խոսում ենք թշնամու ցանկության մասին, թշնամի բանջածը միջանցք է։ Նրանք այսօր էլ ունեն ճանապարհ Ադրբեջանից Թուրքիա։ Հանկիստ Վրաստանի վրայով նույնիսկ երկաթուղի է կառուցված, Կար-Սախալքալակ։ Խնդրեմ։ Բարձր է որ այստեղ նրանք ոչ թե ճանապարհ են ուզում, այլ միջանցք են ուզում, որովհետեւ ասենք տասական իմաստով այսօր նրանք Վրաստանի ճանապարհով ամեն ինչ չէ որ կարող են անցկացնել, վրացական պետությունը պիտի թույլ տա կամ թույլ չտա։ Իսկ երբ որ նրանք Հայաստանի վրայով միջանցք ձեռք բերեն, բարձրավոտ ինչ ուզեն այդ ճանապարհով կդանեն կբերեն։ Նրանց բանջածը դա է, այդ ուրիշ հարց որ մեր բախտը բերեց Միացյալ Նահանգների շահերը համընկնեցին մեր շահերին եւ նրանք թույլ չտվեցին այդ ագրեսիան տեղի ունենա։ Այդ բոլորովին այլ հարց է, որ Միացյալ Նահանգները ռազմական ագրեսիայից բացի, ասենք թուրքական կողմի ցերքերը ազատ է թողել Հայաստանով զբաղվելու։ Միայն ռուսական ազդեցությունը թուլանալու նպատակով նրանք թուրքական եւ ադրբեջանական եւ թուրքական կողմի ցերքերը ազատ է թողնված, ասենք դարբեր էքսպանսիաներ իրականացնելու համար նույն այսօր օրինակ կարող ենք ասել որ Հայաստանի քաղաքական դաշտյան ներս շատ լուրջ պրոթուրքական գազམ་ագերբություններ կան կամ նույն այս մեր մշակութային հարթությունը մեր նկատմամբ հարձակումը որ տեղի է ունենում մեր ինքնության հետ կապված մեր նկատմամբ հարձակումը որ տեղի է ունենում
այս Նիկոլի այս բարբաճանքները որ լսում ենք, չէ, այդ իրական Հայաստան, չգիտեմ ինչ, Հայաստանի պատմություն, ոչ հայոց պատմություն, sense անհետեթությունները, պատահականություններ չեն, այս ամեն ինչը պլանավորված դաշնամու թելատրանքն է նա իրականացնում եւ ցավալին այն է, որ Միացյալ Նահանգները եւ ամբողջ Եվրոպան համաձայն են այս ամեն ինչի միայն իքին ռուսական ազդեցության թուլացման, հերացման, որը ռազմավարական իմաստով մեզ բնականաբար մեզ ծերնդու է, բայց այս մարդավարական այս փուլը շատ վտանգավոր է։ Եվ այս վերջի մի քանի տարիները, ասենք բևերը գլխավորապես մենք որ լոբինգով զբաղվում ենք Վաշինգտոնում եւ Լոնդոնում եւ ոչ միայն Բրյուսելում եւ այլ որտեղ որ ցերկերնից հասնում է, այս խնդիրն ենք փորձում գասեցնել։ Շատ այս իմաստով շատ ցավալի վիճակ է, որ մեր տշնամու ցերկերը ազատ վիճակում են գտնվում։ Եվ այս բարդ վիճակից բնականաբար որևէ ուժ մի ուժի կամ ընդամենը մի քանի ուժի թիմագայելու խնդիր չի սա, շատ ավելի մեծ համախմբում է պետք այս ամբողջ թուրքացման վտանգը կանգնեցնելու համար։ Այստեղ ասեմ հետևյալը, որ եթե այսօր արգա է որոշում, տարբեր աշխարհակահական կենտրոններում, որոնք զբաղվում են մեր ռեգիոնում, որտեղ կարծես թե միացայնությամբ համախոհություն է արգա, որովհետեւ մնան այս իշխանությունները, այս երևույթը պիտի չի հուսահատեցնի մեզ։ Մենք կարող ենք գտնել լուծում այդ որոշումը փեկանելու։ Եթե դեղի ունենա ներազգային մեծ համախմբում։ Պարոն Սեֆիլյան, մոտենում են 26-ի խորհրդանական ընտրությունները, քաղաքական դաշտում արդեն այսպես ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում, համագործակցության հեռանկարներ քննարկում եք այս պահին եւ ում հետ է հնարավոր համարում դուք ԱԺԲ-ն համագործակցությունը։ Նախ ասեմ, որ բևերը այս օրերին ուրեմն մեր թիրքավորումը մրցակցային բոլորովին մրցակցային դրամատրություններ չունենք։ Մենք այդպես ենք թիրքավորված։ Շատ լավ հասկանալով, որ այժմ մրցակցելու ժամանակը չէ։ Եթե լինի մրցակցություն դասնյակ ուժերի միջև, գոկտվի միայն թշնամին, այս դեպքում գործող իշխանությունները։ Ուստի պիտի գտնվի բանացև, որ մի առայժմ ինչ որ ժամանակով այդ մրցակցությունը մեկ կողմ թողնվի, այո, կան ժամանակներ, որ դասական իմաստով ընտրություններ տեղի կունենան եւ այդ ժամանակ կմրցակցենք, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ անինչ տեղի են ունենալու 26 թվականին, դա դասական ընտրություններ չեն։ Զորբայությամբ գործող ավտորիտար, ինչու՞ չէ նաեւ մերթ բռնադիրական իշխանությունը ինքը իրեն բարդացրելու է, անշուշտ դա չի նշանակում երկար մնալու է, բայց բարձ է, նրանք դեպի ուր են գնում։ Ոստի այս ամեն ինչը, այսինքն եթե այժմյա թուրքացման վտանգը չլիներ, ես կասեի խնդիր չկա, թող մի անգամ է զորբայությամբ թող փորձեն վերարտադրվել, հետո դաբալվելու են, դա դրանում չեմ կասկածում, բայց ամբողջ քանի որ ժամանակը շատ թանկ է եւ ամեն օրը մեր վրա շատ մեծ վնաս է հասցնում այդ թուրքացման գործընթացը, որ գնում է այսօր Հայաստանում, այս հանգամանքից ելնելով պետք է մեծ համախմբում տեղի ունենա։ Այսինքն այն շրջանակները, որոնք մերժում են, ըստ էության մերժում են այս իշխանություններին, պիտի թողնեն մրցակցության դրամապանությունը իրար նկատմամբ եւ պետք է հստակ այս իշխանություններին հերացնելու ճանապարհային քարտեզի շուրջ համախմբվեն, ոչ թե համախմբվեն այս կուսակցության կամ այս առաջնորդի կամ այն անհատի շուրջ, այլ հստակ այս իշխանությունից ձերբազատվելու ճանապարհային քարտեզի գաղափարի շուրջ։ Համախմբում պետք է լինի այդպես եւ լայն համախմբում պետք է լինի, այսինքն բարձ է որ հաջող մենք ասել ենք, որ նախկին նախագահները պետք է մեկ կողմ կանգնեն, որովհետեւ նրանց ներկայությունը միայն խանգարում է համախմբմանը եւ անշուշտ հասկանալի է, որ իշխանությունները պիտի փորձեն տարբեր փոքրիկ ուժեր
ուժերին օգնելով ծևացնեն, որ իբր ընտրություն է տեղի ունենում, բայց երբ տեղի ունենա հիմնական համախմբումը, այդ իշխանության այդ մարտավարական հնարքները մեծ ազդեցություն չեն ունենա։ Կամ հիմա որ մենք ասում ենք նախկին նախագահները պետք է մեկ կողմ կաշվեն, բարձր որ մեր խոսքը դեռ չի հասնում, այդ մարդիկ չեն լսում մեզ։ Ասում են դուք ով եք, որ մեզ ասեք, մենք ինչ անենք։ Բայց երբ որ որոշ համախմբում լինի եւ այդ համախմբման ամբիոնից այդ խոսքը ասվի, նրանք սկսեն լսել, եթե ոչ շատ իրենց վիճակը շատ ավելի վատ կարող լինի։ Ոստի այսօր անհրաժեշտ է այդ համախմբումը, որի ուղղությամբ բևերը արդեն ամիսներ է ոչ միայն մտորում է, նաև քայլեր է փորձում ցերնարգել եւ այդ համախմբման այդ ներուժը մեկտեղելու հասկացողության մեջ մենք նաև նկատի ունենք Սփյուռքը, ոչ միայն Հայաստանը։ Այսօր մենք ապրում ենք ժամանակներ, որտեղ մեր ժողովրդի համար հեղինակություն չի մնացել համարյա։ Ոստի առանց հեղինակությունների այդպիսի մեծ համախմբում իրականացնել շատ դժվար է։ Բայց եւ այնպես անկարելի չէ, անհնար չէ։ Պիտի փորձել, եթե մնացած այն ուժերը, որոնք իրոք ուզում են այս թուրքացման գործընթացը կանգնեցնել, հերացնելով Փաշինյաններին, այդ մարդկանց մոտ եթե քերիշխի այն գիտակցությունը, որ այժմ մրցակցության հանգամանքը պետք է մեկ կողմ թողնենք, այդ ժամանակ լուծումը կլինի։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք եւ առաջիկա ժամանակներում եւս շարունակելու ենք այս տրամաբանությամբ գործել։ Դա չի նշանակում, որ բևերը ընդմիշտ երբեք մրցակցային չի լինելու։ Մենք ասում ենք, որ այդ մրցակցայնությունը պիտի դրամաբանություն ունենա, պիտի մրցակցային թաշտ լինի, որ այդ մրցակցություն դեղի ունենա։ Կամ եթե թուրքացման վտանգը վերացավ, խնդրեմ, այդ ժամանակ մրցակցենք, բայց եթե թուրքացման վտանգի օրոք մրցակցենք եւ միան օգնենք այդ իօքուդ այդ վտանգին, կարծում եմ ճիշտ չէ, մեղմ ասած։ Ձեր խոսքում նշեցիք, որ նախկին նախագահները պետք է մի կողմ քաշվեն։ Այսինքն հանուն Հայաստանի ապագայի չեք միանա Ռոբերտ Քոչարյանին, օրինակ եթե ընտրություններում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ վարչապետ պիտի դառնա կամ Նիկոլ Փաշինյանը դրանից բխող հետևանքներով կամ Ռոբերտ Քոչարյանը։ Ուրեմն եթե համախմբում դեղի չունենա, Փաշինյանի հերացում հնարավոր չի։ Քոչարյանների ներկայությամբ համախմբում հնարավոր չի։ Ոստի նախ եւ առաջ պետք է Քոչարյանները եւ նախկին նախագահները պետք է կողմ կաշվեն։ Այստեղ մեկ կողմ ենք թողնում, հա, շատ այսպես ասած պրագմատիկ ենք մոդելում, առանց էմոցիայի, առանց հիշելու անցյալը, ինչու գնահատականներ տալու, հանգիստ ասում ենք, որ սա փաստ է, այս դարիները 21 թվականից սկսյալ մենք այդ ամեն ինչը բարձրացնում ենք։ Նրանք ասացի, հիմա այս մեր ասելը խոսքը դեռ չի հասնում, խոսքը դեռ կհասնի որոշ, չեմ ասում լայն համախմբում, որոշ համախմբում եւ տեղի ունենա, նրանք սկսեն լսել, որից հետո արդեն մեծ համախմբումը, այսինքն երբ որ նրանք ասպարեզից հերանան, դրանից հետո մեծ համախմբում տեղի կունենա։ Նրանց ներկայությունը միայն ու միայն խանգարում է համախմբմանը։ Եթե Փաշինյանին այնուամենայնիվ չհաջողվի հեռացնել, ազգային ժողովում դուք ձեզ պատկերացնում եք որպես ընդդիմություն եւ այդ դեպքում ինչ կարող եք անել, որ այս խորհրդարանական ընդդիմությունը չի անում կամ չի կարող անել։ Ազգային ժողովում մեր նմանների, մեր նման ուժերի ներկայությունն իսկ դա նշանակում է, որ ուրեմն Փաշինյանները արդեն հեռացած են։ Հնարավոր չի Փաշինյանների օրոք մեր նման ուժի խորհրդանի մուտք, հա, նրանք ամեն ինչ անելու են, որ դա տեղի չունենա։ Բայց կյանքը լի է անակնկալներով եւ ոչ ոք չի կարող մանավանդ այս ժամանակներում ոչ ոք չի կարող ասել 10 օրը ինչ կարող է լինել։ Հիմա ես այնինչ տեսակետներ որ հայտնում եմ, որը մենք մարտավարական իմաստով այսօր դիրքավորվել ենք, 10 օրը կարող է փոփոխության ենթարկենք ըստ իրավիճակի փոփոխության։ Եվ այնուամենայնիվ եթե նման շատ կարևոր է, լինի, այսինքն ապողջ խնդիրը այն է, որ Փաշինյանի հնարավոր է ընդրությունների միջոցով կամ միջև ընդրությունները հերացում, եթե իրավիճակ փոխվի։ Այդ իրավիճակի փոփոխությունը ունի երկու երես։ Մեկը հա արտաքին աշխարհակահական զարգացումների պատճառով կարող է լինել,
Մյուսը նաև մեր ներազգային ջիքի շնորհիվ կարող է լինել։ Այսինքն այնպես չէ որ պետք է ցերկենից զալած նստենք, սպասենք աշխարհակական ինչ որ զարգացումներ լինեն, որի արդյունքում հուրա ուրեմն եկան մեր ժամանակները եւ անցան առաջ։ Այդպես չի։ Հենց քիչ առաջվա ես իմ ասած ինչի մասին որ խոսում էի, այդ մրցակցության դրամապանությունը պետք է մի կողմ թողնել, մեծ համախմբման ուղղությամբ պետք է աշխատանք տանել, հենց այդ ներազգային ջիկն է, որը ինքը կարող է իրավիճակ փոխի։ Եվ ինչպես ասացի, եթե այժմ արգա է համախոհություն դարբեր աշխարհակական կենտրոնների, որ պետք է մնա այս իշխանությունները, մենք մեր այդ համախմբմամբ կարող ենք փեգանել դա։ Ես վստահեցնում եմ ձեզ։ Այսինքն նույն Միացյալ Նահանգներում եթե այսօր որոշում կա, քանի որ դակավին ռուսական ազդեցությունը թուլացած չի Հայաստանում պետք եղած չափով, ուրեմն թող մնան այս իշխանությունները, բայց երբ որ իրենք տեսնեն գետնի վրա ինչպիսի ազգային զարթոնք է տեղի ունենում, այդ ժամանակ այդ մարդիկ շատ հանգիստ կվերանային իրենց որոշումը եւ այնպես չէ որ Փաշինյանի գոլներին նրանք սիրահարված են, այդպես չի։ Եվ այնուամենայնիվ դուք էլ նշեցիք, որ անակնկալներով լի է կյանքը, եթե իմ նկարագրած իրավիճակը լինի, դուք լինեք Փաշինյանի հետ ընդդիմություն արժեում, ինչ եք պատրաստվում։ Դա հնարավոր չի, Փաշինյանները պետք է պատասխան տան, եւ ոչ միայն Փաշինյանները պետք է պատասխան տան։ Նրանք դավաճանել են մեր ժողովրդին, մեր հայրենիքին։ Նրանք պետք է օրենքի առաջ պատասխան տան։ Ինչի մասին է խոսքը։ Ձեր առաջին ձերբակալությունը։ Ես մի բան ձեզ ուզեմ հիշեցնել, որ 20 թվականի հայտնի Խայդարակ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք որևէ ցավի չենք առնչվել գործող Թավաջան իշխանությունների հետ, որտեղ դեղի ունեցել Թավաջանություն։ Այստեղ դասական ինչ որ վիճակ չկա, անտիմություն իշխանություն, դա չի խնդիրը։ Հավանում ենք այս մարդուն կամ չենք հավանում։ Եվ եթե հիշում եք, հաջորդող ամիսներին գործող Թավաջան իշխանությունները փորձել են արտախորհրդարանական ինչ որ սեղան ձևավորել, մեզ եւս հրավիրել են, մենք մերժել ենք։ Մենք հրաժարում ենք այսինքն այդ մարդու հետ որևէ ճանապարհ գնալ, կա կարելի է նստել այդ մարդու հետ սեղանի շուրջ մի օրակարգով, ինչպես է սերանալու, ուրիշ օրակարգ չկա։ Պարոն Սեֆիլյան, ձեր առաջին ձերբակալության ժամանակ, որը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք էր, դուք Ռալֆ Իրիկյանի հետ էիք։ Հիմա ինչ հարաբերություններ ունեք նրա հետ, պահպանում եք։ Հետաքրքիր է, ինչպիսի հուշերի մեջ ընկանք, ինչու հիշեցինք հանգարց։ Հետաքրքիր է, պահպանում են ձեր հարաբերությունները կամ ինչ չափով են պահպանում։ Մենք Բեյրութում նույն թաղամասերում ենք մեծացել, Բադանի ժամանակ դասընկերներ ենք եղել, այստեղ էլ շատ հազվադեպ է այդ ժամանակ էլ որ նա նոր էր գործով եկել Հայաստան, Արցախ, շատ այսինքն դենց աշխույժ շփումներ չենք ունեցել, բայց երբ պատահել ենք, հիշել ենք, որ հին ընկերներ ենք, փոփոխություն չկա։ Եվ պարոն Սեֆիլյան, 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավումը դուք հիմնավորում եք այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է տարածքներ հանձնել եւ այդ ծայրահեղ քայլին դիմել եք դա թույլ չտալու համար։ 2020 թվականին հանձնվեց Արցախի 3 քառորդը, 23-ին հայկական մնացած փոքր հատվածը Հայաստանից օկուպացված է ավելի քան 240 կիլոմետր տարած եւ օրակարգում է այսպես ասած անկլավների հարցը։ Ինչու հիմա դուք կամ մեկ ուրիշը գնդեր չեք գրավում, երբ մենք համեմատ ավելի ծանր իրավիճակում ենք, քան օրինակ 2016-ին։ Ամեն ժամանակ ունի իր հագազդեցության ծևերը, միջոցները, այնպես չէ, որ միշտ նույն բանը անելով կարող ես լուրջ արդյունքի հասնել։ Մեր բայկարի մեջ մնալը ինքը արդեն ես կարող եմ ասել, որ արդյունք է, թե եւ մեր բայկարից դուրս չգալը թշնամուն շատ մտահոգում է եւ այս տարիների ընթացքում խնդիր է տրված եղել, որ բևերի նման ուժ բեք չլինի։ Եվ բադական չէ, որ այսօր մեր ընկերների մի մասը փանդում են գտնվում։ Շատ հայտնի պատճառներով քաղաքական դաշտում չեն հիշում
այսօր քաղաքապետարներից են խոսում, բայց առանց հիշելու, հա Վարուժան Ավետիսյանին եւ իրենց ընկերներին, մեր ընկերներին, որոնք իրենց կյանքը դրեցին, հա զոհասեղանին մեր ժողովրդի համար, ԲԲԾ-ի արարքի ինչ էր, ինչ նպատակ էր դա բնդում, այդ մարդիկ որևէ հավակնություններ ունեին, որևէ պաշտոններ էին ցկտում, այդպեսի բան չկար։ Ժողովրդին ուզում էին ոտքի կանգնել, հա մենք ուզում էինք, ես բանդում էի այդ ժամանակ, մենք ուզում էինք ժողովրդին ոտքի կանգնեցնել, կանխելու այնինչ տեղի ունեցավ դարիներ հետո։ Մեզ հաջողվեց ընդամենը հետացկել մի քանի տարի։ Այդ զողությամբ ոդողաները գնացին, դրա արդյունքը մի քանի տարի շահելն էր։ Եթե ոչ, հավանաբար այդ ինչ տեղի ունեցավ 20 թվին, տեղի պիտի ուներ 16-17 թվականին։ Եվ բարձ է, որ այս ամեն ինչը իմանալով է, որ 18 թվականին տեղի ունեցավ փոփոխություններ։ Այսինքն երբ Միչայելոց երբ որ ասում ենք Փաշինյան, նաև պիտի հասկանանք Սերժ Սարգսյան։ Այս երկուսը պետք չէ դարանչադել, որովհետև Սերժ Սարգսյանը հայտնի պատճառներով ինքը մտածված փոխանցեց իշխանությունը Փաշինյանին, որ Լավրովյան պլանը կյանքի կոչվի, բայց Լավրովյան պլան ոչ միայն քերա կատարվեց, այլ տեսանք ինչ տեղի ունեցավ։ Այսինքն մեծ հաշվով ոչ Մոսկվայի ծրագրում, ոչ էլ Սերժ Սարգսյանի մտքում ամբողջական Արցախը դեղահանելու խնդիր չկար։ Նրանք 5 շրջանները գտանք, այսքան գումարի դիմաց, եւ ռուսական զորքերը կգան, մեզ կպահպանեն եւ որոշ բան, այսպես ասած, պայմաններ կստեղծվի եւ կյանքը կշարունակվի։ Բայց այդ մարդիկ չեն հասկանում, որ գրագի հետ են խաղում։ Ինչ է նշանակում պայմանավորված պատերազմ։ Խնդրեմ, մտան պայմանավորված պատերազմի մեջ եւ այդպես էլ չկարողացան դուրս գալ։ Դուրս եկանք աղետով։ Աղետով դուրս եկան այն դեպքում, որ եթե դավաճաններ չլինեին, կամ նույնը ասենք նոյեմբեր 9-ի, եթե համարենք, որ իմ այդ բոլոր ասածները, որ նախորդ պայմանավորված էր Փաշինյանը այն ինչ որ արեց պիտի աներ, եթե համարենք, որ ճիշտ չի, ապա նոյեմբեր 9-ին այդ ճարաբաստիկ թուղթը ստորագրելուց հետո Փաշինյանին ինչ էր խանգարում այդ թուղթի գեդերը կյանքի չկոչեր։ Ինչն էր խանգարում։ Ամբողջ ժողովուրդը իր կողքին կլիներ։ Ինչն էր խանգարում նրան, որ Քարվաճարից դուրս չգար։ Հրաման չդար զորքերին դուրս գալ Քարվաճարից։ Ինչն էր խանգարում Փաշինյանին, որ Արցախից նոյեմբեր 9-ից հետո դուրս բերեինք կանանց, մայրերին, երեխեքին եւ տարեց մարդկանց եւ մեր զորքին զորքի ցերկերը ազատ թողնեինք։ Տեսնեմ հագարագործի ինչքան ժամանակ պիտի իմանար։ Հա մեր սարերում, մեր անդարներում համապատասխան մարտավարություն վարելով մենք հանգիստ հյուծելու էինք ադրբեջանական բանակը։ Ադրբեջանական, գիտեք ինչ, շատերը չեն հիշում, որ ուրեմն օրինակի համար Դավուշի ադրբեջանական ճակատից ադրբեջանական զորքերը 44 օրերին դուրս էր բերված, ամբողջությամբ ուղարկվել էին դեպի Արցախյան ճակատ։ Նրանց փոխարեն ոստիկաններ էին կանգնած։ Իսկ մասին գիտեն, շատեր չգիտեն։ Այսինքն իրենց վիճակը այդքան լավ չէր, որ իրենք մոբիլիզացրել էին ինչ ունեին։ Իսկ մենք համապատասխան մարտավարության թիմելով հանգիստ նրանց գյուծենք, հետո մենք նրանց կապիտուլյացիայի ենթարկենք։ Այդ հնարավորություն ունեցել, ինչքան էլ որ այսպես ասած զինվազության հարաբերակցությունը անգամներով նրանք շատ ավելին էին, այո, օդում կերակայությունը եւ այլն, բայց այնպես չէ որ այդ անօտաչուների անգամ իր ազդեցությունը մեծ ունեցավ, բայց նաեւ շատ ավելի խոճապի մատնվեցինք այդ ամենի։ Այնպես չէ որ նրանք անսահման կամիկազեներ ունեին, այդպես չի, կամ անսահման ճշգրիտ հարվածող հրթիռներ ունեին, այդպես չի։ Այդ շատ շուտ սպառվում էր արդեն։ Ինչ ասենք, ուզեմ ասել, որ ամբողջ ցավը այն է, որ նոր չէ, որ մեծ հաշվով մեր երկրի ղեկը
դավաճանների կամ օդարի կողմից ենթարկվող մարդկանց կողմից է կառավարվել, նոր չէ։ Եվ մեծ հաշվով եթե փորձենք իմաստավորել, այս աղետը դա ինչու տեղի ունեցավ, դա գլխավորապես կարող ենք ասել մեր համառությունը շարունակել Մոսկվաների ծառայելը, այդ Ստեփանագերդում, Երևանում մի քանի տասնամյակ ցեղավորված ճագերտավոր էլիտայի նրանց բանը հիշում ենք, չէ՞, Պաշտամունքը կենտրոնի նկատմամբ։ Մենք այս ամեն ինչի մեջ ենք, որովհետև դակավին բեդություն չենք, սա բեդություն չէ, սա չբեդություն է։ Բայց սակայն մեզ հնարավորություն է դրված ունենալու մեր սեփական բեդությունը, ինքնիշխան բեդությունը, սակայն դակավին այսօր մեր բարակդվածության պատճառով, մեր անլրճության պատճառով դակավին չենք կարողանում այդ բեդությունը ստեղծել։ Այսինքն համախմբումն է, ինչպես էր ավելի վաղ խոսքում Չէ, ուրեմն անշուշտ փուլերով պիտի հասնենք այդ նպատակին, բայց այսօր առաջնահերթը թուրքացման գործընթացը կանգնեցնելն է։ Ես հիմա երբ որ թուրքացում ասում եմ, իմ մտքովս անցնում է մեր arczepiskoposները, որոնք փանդում են։ Սա պատահական չէ։ Ասենք նույն Փակրատ սրբազանները ինչու համար էին, փողոց դուրս եկել։ Հիշում եք այդ մարդու խոսույթը մարդիկ հիշում են, չէ՞, ինչի վրա էր շեշտում, ինչի թեմեր, ինչ վտանգ էին կանխատեսում, այդ ուրիշ հարց է, ինչ պատճառներով հաջողություն չեղավ, այդ ուրիշ թեմա է։ Եվ նախ եւ առաջ այս թուրքացումը պիտի կանխվի, ինչպես ասեցի, այն բոլորի կողմից, որոնք ուզում են կանխել։ Ինչ է նշանակում մի 20 ուժ ուզում է կանխել, բայց 20-ն էլ առանցին ուզում են մրցակցեն։ Սա անհետեթություն է սա։ Եվ հիշելով նաև, ասենք, եւ մեր դղաներին, եւ arczepiskoposներին, ասենք մեր դղաների դեպքում հասկանում ենք, ապստամբներ են, նրանք իրենց աչքը վերցրել են ամեն ինչ, ասենք գրիպ մեր համար դա շարունակվում է, գրվի մեջ են փանդում, թե փանդից դուրս, բայց ով կպատկերացներ arczepiskoposներին իրենց այդ բարձր մեր համար կապ չունի մարդ հավատացյալ է, հավատացյալ չի, հայության մոտ հիշողությամբ, ինքնությամբ մեծ հարկանք կա եկեղեցականի նկատմամբ։ Arczepiskoposներին փանդարգելով նրանց չէ որ նսեմացնում են կամ բաժում են, մեզ են նսեմացնում։ Եվ ես որ խոսում եմ քիչ առաջ փացա թողնված թուրքական կողմի ազատ գործունեությունը Հայաստանում, նաև ուղղություններից մեկը մեզ նվաստացնելն է։ 20 թվականի նոյեմբեր 9-ից սկսյալ մենք ամեն օր նվաստացման ընթացքի մեջ ենք։ Ամենակարևորն է, երբ որ մարդ արդեն չի ունենում արժանապատվություն, դրանից հետո այդ համախումբի հետ ինչպես խմորն է, այդպես կարող ես վարվել։ Դակավին մենք չենք արժանապատվությունից զրկվել։ Հենց դրա վրա է այսօր այդ աշխատանքը դարվում, այսինքն այստեղ ավելի շատ հոգեբանական հարթությունում է, հոգևոր հարթությունում է գնում նաև գրիվը, դեղեկութային հայտնի դասական պատերազմները, նաև շատ լուրջ հոգևոր հարթությունում դեղի ունենում այսօր գրիվ։ Նույն այսօր եկեղեցու վրա հարձակումը, եկեղեցու սա բան չի, բարեփոխումների գործընթաց չի սա դեպի մասնատում է դանում։ Շատ բոլորս էլ հասկանում ենք, որ եկեղեցին ունի որպես հաստատություն ունի խնդիրներ բարեփոխման, ավելին ես կասեի, արմատական փոփոխությունների խնդիր ունի։ Բայց դա ոչ թե թուրքայենտակա իշխանությունների օրոք։ Եկեք նախ թուրքայենտակա իշխանություններից ձերբազատվենք, հետո խնդրեմ անկից թողնենք այդ հաստատությունը իր ուժերով, ինչ չէ նաև ազգային իշխանությունները ստեղծեն այնպիսի պայմաններ, որ այդ փոփոխությունը տեղի ունենա։ Ինչ է այսօր ասենք ուրիշ հարց չի մնացել, որ այսինչ մարդը գուսագրոնությունը, այսինչ հոգևորականը, գեղարականը խախտել է գուսագրոնությունը, թե չէ։ Ինչ կարևոր խախտել է, թե չէ։ Այսօր մեր առաջ ինչպիսի զարացած խնդիրներ կան։ Ինչ կարևոր։ Երկրորդական չէ, երրորդական չէ, 10-րդական է դա, ժողովուրդ ջան։ Անհետեթություն է սա։ Էլ չեմ ասում նրանք իրենց բարեփոխումները ուզում են ասենք խախտողի հերացնեն ուրիշ խախտողով։ Էլ չեմ ուզում այդ դաշտ մտնել, մի անհետեթ վիճակել այնտեղ է։
Անշուշտ էս շատ դահաճ էս գործընթացների մեջ ինչու՞ չէ նաև ես նաև տեսնում եմ որոշ մաքրման ընթացք անկախ մեզնից մենք երբեք չէինք ուզենա չէ էս այսպեսի մասնադում լիներ ինչ որ arczepiskopos-ներ մի բան են ասում ուրիշներ ուրիշ բան են ասում բայց կա ինքնամաքրման գործընթաց ես տեսնում եմ սակայն այս գործընթացի ավարտը պիտի չի թողել այս իշխանության օրոք օր առաջ պետք է ցերպազատվել այս իշխանություններից Շնորհակալ եմ պարոն Սեֆիլյան Ողջույն Տաղավարում զրուցեցինք ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ կհանդիպենք